Բարև, հարգելի լսարան։ Շարունակում ենք խորհենք միասին հաղորդաշարը։ Ես Անժելան եմ։ Այսօր թվային լեզվով ասած, այս հայլային օրը 04/04/2026-ին եկել ենք միասին շունչ տալու դարերի խորքից եկած մի հասկացության։ Պյութագորասի թվային քառակուսուն, այլ կերպ փսիխոմատրիցային, որի յուրաքանչյուր վանդակ լցված է մեր շնչով, նույնիսկ այն վանդակները, որտեղ թվերը բացակայում են։ Այժմ մի ակնարկ Պյութագորասի քառակուսու մատրիցայի արարման պատմությունից։ Պյութագորասը իր գործունեությունը ծավալել է մեր թվարկությունից առաջ 6-րդ դարում։ Դա ժամանակաշրջան էր, երբ մարդկային միտքը փորձում էր իրեն շրջապատող աշխարհը ճանաչելու տարբեր ուղիներ գտնել ու դա համակարգել մեկ ընդհանուր միասնական օրենքի մեջ։ Աշխարհակարգի ճանաչման, օրենքների ստեղծման ակտիվ որոնող էր նաև մաթեմատիկոս, փիլիսոփա և միստիկ Պյութագորասը, ով հավատում էր, որ մեր շրջապատող ամեն ինչ թիվ է, որ աշխարհում ոչինչ պատահական չէ, նրա համար թիվը ոչ միայն քանակ էր, այլ նաև էներգետիկ վիճակ։ Եգիպտոսում և Բաբելոնում եղած իր ուսանելու տարիներին նա կատարեց տարբեր ուսումնասիրություններ թվերի կիրառության վերաբերյալ և եզրակացրեց, որ մեր ծննդյան պահին տիեզերքում տեղի է ունենում տատանում, ռեզոնանս, և մարդու ծննդյան պահին կոդավորվում է տիեզերական տատանման այդ թրթռումը, որի էներգետիկ համակարգը սնուցում է մեր մարմինը, հոգին, ոգին ողջ կյանքի ընթացքում։ Պյութագորասի ստեղծած թվային քառակուսին մատրիցան, այլ կերպ ընդունվում է նաև ասել կաղապար, ցույց է տալիս հոգու մեկնարկային կապիտալը, երկրային կյանք մտնելիս։ Նա ստեղծեց մի գործիք, որը թույլ տվեց մեզ դրա միջոցով տեսնել մեր հոգու նախագիծը։ Այդ առումով նա ասել է. «Ճանաչիր ինքդ քեզ, և դու կճանաչես ողջ տիեզերքը»։ Քառակուսին ստեղծվեց որպես կողմնացույց մեր ուժեղ և թույլ կողմերի, մեր առաքելությունների և հնարավոր փոխակերպումների համար։ Այդ թվերի վիբրացիաների ուղիղ ազդեցությամբ մենք մեր գործողություններով մշտապես գտնվում ենք վերելքներում և վայրէջքներում։ Ճանաչելով Պյութագորասի քառակուսին, այնտեղ յուրաքանչյուրս կգտնենք մեզ և մեր առաքելությունը։ Այժմ եկեք խորհենք միասին, թե Պյութագորասի քառակուսի որ վանդակներում են հանգրվանել մեր թվերը։ Արդյոք յուրաքանչյուրիս համար 1-ից 9 բոլոր թվերն են այնտեղ անձնական հաշվարկի արդյունքում, թե դրանց կառուցվածքում համապատասխան քառակուսում կհանդիպենք նաև դատարկ վանդակների։ Պյութագորասը սովորեցնում է, որ մարդը կարող է լրացնել իր դատարկ վանդակները գիտակցված աշխատանքի միջոցով։ Եթե չկա 7, ի վերուստ բախտ, ապա այն հնարավոր է ստեղծել 6-ի աշխատանքի միջոցով։ Այս համակարգը մեզ տրված է ոչ թե մեզ սահմանափակելու, այլ բացահայտելու համար։ Մատրիցան մի կտավ է, որի վրա մենք ամեն օր նկարում ենք մեր կյանքը թվային գույներով։ Մատրիցան կառուցված է քառակուսում 3-3-ի հարաբերակցությամբ իր համապատասխան վանդակներից, ուր բազմած են 1-ից 9 թվերը, որոնցից յուրաքանչյուրը պատասխանատու է մարդու կյանքի առանցին շերտի համար։ 1-ից 9 թվերի դասավորությունը մատրիցայում։ Քառակուսում թվերը միայնակ չեն գործում։ Երբ դրանք դասավորվում են հորիզոնական կամ ուղղահայաց, ստեղծում են էներգետիկ գծեր, որոնք արտահայտում են մարդու ծննդյան պահին տիեզերքի տատանման արդյունքում գոյացած հատկանիշները։ Եվ այսպես խոսենք հորիզոնական գծերի մասին։ Առաջին հորիզոնական վերին գիծ։ Այստեղ ընդգրկված են 1, 4, 7 թվերը։ Սա մարդու ունակությունն է իր առջև դնել խնդիրներ և հասնել դրանց։ Այլ կերպ դա նպատակասլացության գիծն է։ Այն ցույց է տալիս, թե մենք որքանով ենք պատրաստ պաշտպանել մեր տեսակետը։ Եթե այս հորիզոնական առաջին գծի վանդակները լրիվ լցված են թվերով, ապա մենք հաստատակամ ենք իրագործել մեր նպատակները։ Երկրորդ միջին հորիզոնական գիծ։ Միջին հորիզոնական երկրորդ գծում ամփոփված են 2, 5, 8 թվերը։ Սա ցույց է տալիս մեր որակներն ընտանիքում, մեր հարազատների, ընտանիքի անդամների հանդեպ մեր վերաբերմունքը, կապվածությունը նրանց, մտերիմների հարազատների հանդեպ մեր պատասխանատվությունը։ Վերջին երրորդ հորիզոնական գիծը
ընդգրկված է 3, 6, 9 թվերով։ Սա մեր կայունության գիծն է, սովորությունների ուժով ձեռք բերված բնավորությունը։ Այն ցույց է տալիս նաև մեր կապը նյութական աշխարհի հետ։ Այժմ խորհենք ուղղահայաց սյունյակների իմաստների մասին։ Սյունյակ 1. Այստեղ ընդգրկված են 1, 2, 3 թվերը։ Այս սյունյակի բովանդակությունը մեր ինքնագնահատականն է։ Սա մեր եսն է, մեր վստահությունը սեփական ուժերի հանդեպ և մեր ցանկությունն է լինել անհատականություն։ Սյունյակ 2. Այստեղ ընդգրկված են 4, 5, 6 թվերը։ Սա մեր կենսապահովումն է, աշխատունակությունն է արտահայտում։ Սա ցույց է տալիս, թե մենք ինչպես ենք աշխատանքի միջոցով բավարարում մեր նյութական կարիքները։ Սյունյակ 3. Այստեղ ընդգրկված են 7, 8, 9 թվերը։ Այս սյունյակը ցույց է տալիս մեր տաղանդները և հոգևոր վիճակը։ Սա մեր կապն է տիեզերական էներգիայի և ներքին շնորհի հետ։ Պյութագորասի քառակուսին մատրիցայում կապված է նաև անկյունագծերով։ Ահա եկեք այստեղ բացահայտենք անկյունագծերի ուժը։ Անկյունագիծ առաջին, այստեղ ամփոփված են 1, 5, 9 թվերը։ Սա մարմնական կամ զգայական անկյունագիծ է։ Այն արտահայտում է մեր խարիզման, խառնվածքը և արտաքին աշխարհի հետ զգայական կապը։ Երկրորդ անկյունագիծ։ Այստեղ ամփոփված են 3, 5, 7 թվերը։ Այն կոչվում է հոգևոր կամ միստիկ անկյունագիծ։ Ցույց է տալիս մարդու ձգտումը դեպի բարձրագույն գիտելիք, մեր հավատը և ներքին աստվածային լույսը։ Այժմ խոսենք թվերի հավասարակշռության մասին։ Պյութագորասը կարևորում էր կենտ և զույգ թվերի հավասարակշռությունը։ Աղյուսակում կենտ թվերն են 1, 3, 5, 7, 9, որոնք համարվում են արական, այլ կերպ ինակտիվ երկնային էներգիաներ։ Զույգ թվերը համարվում են իքական, այլ կերպ յան, պասիվ երկրային էներգիաներ։ Մեր մատրիցայի վերլուծության ժամանակ դիտարկում ենք, թե որ էներգիան է գերակշռում մեզ մոտ՝ երկնային ձգտումը, թե երկրային հաստատունությունը։ Այս համակարգը հնարավորություն է տալիս մեզ տեսնել մեր ամբողջական զարգացման ներդաշնակ միջավայրը, որը կառուցվում է ոչ թե պատահականությամբ, այլ մեր ծննդյան թվերի կոդի թրթռումներից։ Այժմ հանգամանորեն խորանանք յուրաքանչյուր թվի քանակական իմաստաբանության մեջ, դրանք համադրելով 1-ից 9 մոլորակների տիեզերական ռիթմերին։ Այդ մոլորակներն են Արև, Լուսին, Յուպիտեր, Ուրան, Մերկուրի, Վեներա, Նեպտուն, Սատուրն, Մարս։ Դուրս գանք պարզ թվաբանական աղյուսակից և կենտրոնանանք Պյութագորասի քառակուսու բջիջների, թվերի և մոլորակների էներգետիկ կապի փոխազդեցության վրա։ Առաջին, 1 թվի հետ ընդգրկված է արևը։ Սա կամքի և գիտակցության կենտրոնն է։ Պյութագորասի քառակուսու մատրիցայում 1-ը պատասխանատու է բնավորության և կամքի համար։ Արևի հետ համադրվելիս այն դառնում է անհատի եսի կենսատու ուժը։ Սա այն կետն է, որտեղից սկսվում է գիտակից ներկայությունը։ Եթե քառակուսու համապատասխան վանդակում 1-երը շատ են 2-ից ավելի, արևի էներգիան մեծանում է, տվյալ մարդուն շնորհում է իշխանություն։ Իսկ եթե եզակի 1 է, ապա մարդը պետք է և ներքին, և արտաքին հենարան գտնի։ Երկրորդ թիվը ներդաշնակված է լուսնի էներգիայի հետ։ Սա արտահայտում է էներգիա և զգայականություն։ Լուսինը կառավարում է մեր ներքին աշխարհը և էներգափոխանակումը։ Քառակուսում 2-ը ցույց է տալիս մեր կենսական էներգիայի պաշարը։ Լուսնի հետ համադրվելիս ստեղծում է նուրբ, հոսուն էներգիա, նպաստում հարմարվել միջավայրին, զգալ դիմացինի հոգեբանությունը։ Երբ երկուսները 1-ից ավելի են, լուսնային էներգիայի հաշվին մեր էներգետիկ դաշտը խտանում է, մեր բնատուր հատկությունները
իրացման նոր հնարավորություններ են բացում։ Սակայն երբ շփումների դաշտը մեծանում է, մենք ծանրաբեռնվածությունից հոգնում ենք, որովհետև արտաքին ակտիվությունը ներսում հզոր ալիք է ստեղծում։ Իսկ այդ ալիքի ստեղծելով մակընթացություն առաջացնում է տեղատվություն։ Իսկ տեղատվության ֆոնին պետք է զգույշ լինել էներգիա չկորցնելու համար։ Երրորդ թիվը քառակուսում պատասխանատու է տեխնիկայի գիտության համար։ Յուպիտերը մեծ հնարավորությունների և գիտելիքի մոլորակն է։ Դա այն էներգիան է, որը մեզ դրդում է ուսումնասիրել աշխարհը, լինել բաց նոր գաղափարների համար և ընդլայնել մեր մտահորիզոնը։ Մեկից ավելի երեքների դեպքում մարդը սիրում է հավաքել շատ գիտելիքներ, ձեռք բերել տեխնիկական նոր հմտություններ ու միշտ նոր բան է փնտրում։ Սակայն կա վտանգ, որ այդ կուտակած ահռելի տեսական նյութը երբեմն հնարավոր չէ նպատակային օգտագործել, գործնական առումով կիրառել։ 4 թիվ։ 4-ը ներդաշնակ է Ուրանի էներգիային։ 4-ը մարմնի և առողջության բջիջն է։ Ուրան մոլորակի հետ համադրությունը հուշում է երկրային հիմքի կարևորությունը։ Սա այն համադրությունն է, որի ժամանակ գաղափարը նյութականանում է։ Առանց 4-ի և Ուրանի համադրված էներգիայի մարդու հանճարեղ գաղափարները հնարավոր է մնան երազանքի տիրույթում միայն։ Մեկից ավելի 4-երի դեպքում մենք ունենք ամուր առողջություն և բարձր աշխատունակություն։ Ուրանի էներգիան 4-երին դարձնում է խիստ գործնական և համառ։ Արդյունքում մարդը չափից ավելի է կենտրոնանում կարգ ու կանոնի վրա, ընդգծելով իր կոշտ բնավորությունը։ 5. 5-ը ներդաշնակ է Մերկուրի էներգիայի հետ։ Սա արտահայտում է կապ և հավասարակշռություն հարաբերություններում։ 5-ը գրավում է քառակուսու կենտրոնը։ Դա նաև Մերկուրիի տիրույթն է։ Այն պատասխանատու է տրամաբանության և ինտուիցիայի կապի համար։ Սա բոլոր թվերին իրար կապող կամուրջն է։ Մերկուրին մեզ օժտում է ճկունությամբ, տալիս է հաղորդակցվելու շնորհ և կարողություն, ճիշտ պահին ճիշտ որոշում կայացնելու հմտություն։ 2-ից ավելի 5-երի դեպքում մարդը հստակ տեսնում է պատճառահետևանքային կապերը և կարողանում է կանխատեսել իրադարձությունների ընթացքը։ Այս դեպքում մարդը գրեթե ապրում է ոչ թե տրամաբանությամբ, այլ ի սկզբանե գիտի ճշմարտությունը։ Իհարկե, ճշմարտությունը զգայական մակարդակում 2, 5 և ավելի կրողների մոտ ավելի բարձր է։ 6 թիվը Վեներան։ Վեներան կառավարում է գեղեցկությունը, ֆիզիկական աշխատանքը, արհեստներն ու արվեստը։ Սա այն էներգիան է, որը մեզ սովորեցնում է սիրել մեր աշխատանքը, արարել, կապվել նյութական բարիքների հետ, որը տեսանելի և շոշափելի է։ 2 և ավելի 6-երը մեծացնում են մարդու ձգողականությունը նյութական աշխարհին։ Արհեստի և արվեստի միջոցով մենք կարողանում ենք տիրանալ ֆինանսական մեծ միջոցների, սակայն չպետք է կորցնենք զգոնությունը, որ նյութական միջոցները կուլ չտան մեր հոգևոր աշխարհը։ Այս դեպքում նման իրավիճակից խուսափելու համար պետք է մեր էներգիան ուղղենք նաև ստեղծագործականությանը։ 7 թիվը ներդաշնակ է Նեպտունի էներգիային։ Սա արտահայտում է տաղանդ և հոգևոր պաշտպանություն։ 7-ը տաղանդի նշանն է կամ համարվում է նախախնամության թիվ, երբ մարդու բախտը անսպասելի իրավիճակներում բերում է։ Նեպտուն մոլորակի հետ համադրությամբ այն դառնում է ներքին լապտեր։ Սա քառակուսու այն բջիջն է, որը պատասխանատու է անսպասելի հաջողությունների և խորը հոգևոր փորձությունների համար։ 2-ից ավելի 7-երի դեպքում մենք դառնում ենք ճակատագրի սիրելին։ Մեզ թվում է, թե դռները մեր առջև ինքնաբերաբար են բացվում։
Այս ամենը մարդուց պահանջում է մեծ պատասխանատվություն հետագայում։ Մարդը պետք է ապրի շատ ազնիվ, գիտակցված, այլապես կարգուկանոնի որևէ շեղում կարող է փոխել նրա կյանքը, որին դիմակայելը հեշտ չի լինի։ Հաջորդ թիվը 8։ Սա համընկնում է Սատուրնի էներգիային։ Պատասխանատվություն եւ արդարություն է պահանջում։ 8-ը քառակուսում պատասխանատու է նախնիների եւ ծնողների հանդեպ պարտքի զգացման, հարգանքի եւ դիմացկունության համար։ Սա մեր կարմայական բեռն է եւ մեր դիմակայությունը փորձություններին։ Այն սովորեցնում է մեզ համբերություն եւ խաղաղություն։ Սատուրնի տված հասունությունը մեզ խոսում է այն մասին, որ մենք ծնվել ենք պատասխանատվության բարձր զգացումով։ Մենք հաճախ դառնում ենք ընտանիքի կամ հանրության հենասյունը։ Երբ 8-երը 2 եւ ավելի են, նշանակում է, որ փորձությունները մարդու կյանքի ենթարկում են խիստ օրինաչափությունների։ Այս մարդկանց համար պատահականություններ չկան։ Յուրաքանչյուր քայլ ունի իր հետևանքը։ 9. Սա Մարսի հետ համադրությունն է։ Ցույց է տալիս մտավոր ուժ եւ արդյունք։ 9 հիշողության եւ մտքի սրության բջիջն է։ Մարսի էներգիան մարդուն տալիս է կրակ եւ ուժ աշխատանքն ավարտին հասցնելու համար։ Առանց Մարսի հրի գիտելիքը կմնա պասիվ։ Մարսի սրությունը հաղորդում է փայլուն հիշողություն եւ միտքը կենտրոնացնելու ունակություն։ Մարդը դառնում է ստրատեգ։ 2 եւ ավելի 9-երի դեպքում մարդու մոտ առաջանում է մտավոր գերհզորություն, որը կարող է հոգնեցնել նրան իր մտքերի արագ ընթացքի պատճառով։ Դրանից խուսափելու համար նրան անհրաժեշտ է սովորել լռեցնել իր մտքի հոսքը գիտակից դադարների միջոցով։ Իսկ ինչպես վարվել, երբ անձնական հաշվարկի արդյունքում որոշ թվեր 1-ից 9 սահմանում ընկած վանդակներում բացակայում են։ Մենք այսօր տեսանք, որ յուրաքանչյուր թիվ մեր ներսում ապրող մոլորակ է։ Երբ կան բացակա թվեր, մենք դրանք լրացնում ենք մեր փորձով։ Երբ վանդակը դատարկ է, սա նշանակում է, որ այդ որակը մեզ տրված չէ իծնե, բայց մենք այդ թվի հատկանիշը մեր մեջ կերտում ենք կյանքի ընթացքում։ Օրինակ, երբ մեկի վանդակը դատարկ է, որը կամքի վանդակն է, լրացվում է 8-ի միջոցով, որը պատասխանատվության եւ արդարության վանդակն է։ Երբ մարդ ստանձնում է պատասխանատվություն, նա դա անում է կամքի ուժով։ Հենց այդ պահին նրա մոտ լրանում է մեկի կամքի դատարկ վանդակը։ Մեկ այլ օրինակ, երբ դատարկ է 7-ի վանդակը, այն լրացվում է 6-ով, այսինքն աշխատանքի արդյունքով։ 6-ի միջոցով վարպետությունը վերածվում է տաղանդի։ Դա այն պահն է, երբ մենք ամբողջովին ներդրվում ենք աշխատանքի մեջ։ Այն տալիս է անսպասելի արդյունք։ Իսկ այժմ եկավ այն պահը, որ կոնկրետ օրինակով մեզ համար բացահայտենք Պյութագորասի քառակուսու մատրիցայի իմաստային բովանդակությունը։ Մարդ, ով ծնվել է 23/04/1963 թվականին։ Նախ կատարենք մատրիցային վերաբերող հաշվարկը։ Պետք է ստանանք 4 աշխատանքային թիվ։ Առաջին աշխատանքային թվի ժամանակ գումարվում են ծննդյան թիվը, ամիսը, տարին։ 2 գումարած 3 գումարած 0 գումարած 4 գումարած 1 գումարած 9 գումարած 6 գումարած 3, որը հավասար է 28։ Աշխատանքային երկրորդ թիվ։ Առաջին աշխատանքային թվի մեջ ընդգրկված 2 թվերը գումարում ենք։ 2 գումարած 8 ստանում ենք 10։ Երրորդ աշխատանքային թիվ։ Այստեղ մի փոքր հաշվարկի մեջ առանձնահատկություն կա։ Առաջին աշխատանքային թվի 28-ի գումարից 28-ից հանում ենք ծննդյան թվի առաջին թվի բազմապատիկը։ Քանի որ այստեղ մեր մոտ 23-ն էր, այդ առաջին թիվը 2-ն է։
Երկուսի բազմապատիկը 4-ն է։ 28-ից հանում ենք 4, ստանում ենք 24։ Ահա սա երրորդ թվի հաշվարկն է, սակայն երրորդ թվի հաշվարկի առանձնահատկությունը այն է, որ այնտեղ կա խորհրդավոր մի երկու թիվ։ Այն հաստատուն է բոլորիս համար և ներկայացնում է մեր մարմնի և հոգու սինթեզը։ Մենք կիրառում ենք սա մեր ծննդյան օրվա առաջին նիշի վրա, բազմապատկելով նրա հետ և հանելով առաջին աշխատանքային թվի արդյունքից, որպեսզի գտնենք մեր էներգիան և ստանանք այն թիվը, որը բացում է մեր ներքին ուղու գաղտնիքը։ Չորրորդ աշխատանքային թիվ 2 գումարած 4, ստանում ենք 6։ Չորրորդ աշխատանքային թիվը ստացանք երրորդ աշխատանքային թվի գումարից։ 2-ին գումարած 4-ը դա 24-ն էր, որը ստացել էինք երրորդ աշխատանքային թվի ժամանակ։ Այսպիսով մեր թվային շարքն է 2, 3, 4, 1, 9, 6, 3, 2, 8, 1, 0, 2, 4, 6։ Այժմ 2304 1963 թվի ծնված մարդու թվային մատրիցան մեր առջևում է։ Այն պետք է դասավորենք վանդակներում։ Ինչ ստացվեց արդյունքում։ 2 հատ 1 արև, 2 հատ 4 ուրան, լուսին 3 հատ 2, Սատուրն 1 հատ 8, Յուպիտեր 2 հատ 3, Վեներա 2 հատ 6 և Մարս 1 հատ 9։ Ահա այս մատրիցայի պատկերից երևում է, որ ուժեղ են չորրորդ ուղին, այս մարդն ունի շատ ամուր ներքին հիմք և կայունություն, ինչպես նաև ուրանի էներգիան։ Նա ունի նաև ուժեղ երկրորդ ուղի 3 հատ 2։ Սա նշանակում է գերազանց զարգացած ինտուիցիա և լսելու կարողություն, լուսնի էներգիա։ Այստեղ բացակայող թվերն են 5-ը և 7-ը։ Սրանք կյանքի ճգնաժամային հատվածներն են 50 տարեկանից հետո, որոնք պահանջում են գիտակցված աշխատանք, հաղորդակցության 5 թվի և սեփական տաղանդի հանդեպ վստահության 7 թվի ուղղությամբ։ Այստեղ 5-ի և 7-ի բացակայությունը տվյալ մարդու համար նոր ուղի է։ Այս կյանքում պետք է սովորի յուրացնել այդ էներգիաները։ Դրանք Մերկուրիի և Նեպտունի էներգիաներն են։ Եվ այսպես մենք հասանք մի հանգրվանի, որ Պյութագորասի քառակուսին մեր համապատասխան գործողությունների շնորհիվ ներկա պահի գիտակցությամբ ենթակա է ցանկացած փոփոխության։ Յուրաքանչյուր թիվ մի գործողություն է, 1 արթնանալն է, 6-ը սիրով սուրճ եփելը, 9 իմաստուն լռությունը։ Անկախ նրանից, թե Պյութագորասի մեր քառակուսում այդ թիվը կա թե ոչ, մենք կարող ենք այն արթնացնել հենց հիմա։ Հարգելիներս, թեև մեր այսօրվա հաղորդումը մոտեցավ իր ավարտին, սակայն մենք կարող ենք շարունակել խորհել թվերի մասին մեկնաբանություններում։ Գրեք, ես սիրով կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին։ Մենք միասին ցանկացած հարցի պատասխան գիտելիքի խորը շերտերից կհանենք դեպի մակերես։ Եթե ձեզ ցանկալի է հետևել «Խորհենք միասին» հաղորդաշարում լուսաբանվող թեմաներին, խնդրում եմ բաժանորդագրվեք։ Եկեք ժամանակակից ալքիմիայի լույսի ներքո միասին խորհելու մեր մտադրությունների ճանապարհը կառուցենք ներկայի գիտակցությամբ։ Շնորհակալություն ձեր ներկայության համար։ Սիրով և լույսով ձեր հետ Անժելան էր։